Հունգարիան Կիևին եւ Մոսկվային առաջարկել է հաստատել Սուրբ Ծննդյան հրադադար եւ անցկացնել գերիների խոշոր փոխանակում, հայտնել է վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ցավալի է, որ նախագահ Զելենսկին ակնհայտորեն մերժել է եւ բացառել է դա։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, գրել է Օրբանը։ Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու քննադատություններին իր հասցեին նախորդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու համար։ Մենք բոլորս հույս ունենք, որ Վիկտոր Օրբանը գոնե Ասադին չի զանգի Մոսկվա լսելու նրա մեկժամանոց դասախոսությունները, գրել է Զելենսկին Օրբանի եւ Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է ներքին գործերի նախարարության զորանոցների շենքերի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Միջադեպի հետևանքով 4 մարդ վիրավորվել է։ Չեչնիայի ղեկավարը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին ժամը 00:55-ին։ Վիրավորվել են պահակություն անող մարտիկները, որոնց մոտ թեթև վնասվածքներ են։ Կադիրովը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքը պայթել է օդում, վնասվել է շենքի տանիքը, ապակիները կոտրվել են։ Նա հավելել է, որ բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է։ Կադիրովը սպառնացել է վրեժ լուծել տեղի ունեցածի համար։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հանդես է եկել նոր հեռուստաուղերձով, հայտարարելով, թե անցած շաբաթ ռազմական դրություն մտցնելը ճիշտ որոշում էր։ Նա հերքել է ապստամբության մեղադրանքները։ Նա ասել է, թե օգտագործել է նախագահական լիազորությունները ռազմական դրություն հայտարարելիս ազգը պաշտպանելու եւ պետական գործերը կարգավորելու համար։ Ընդդիմության դեմ, որը կաթվածահար է արել կառավարության աշխատանքը։ Նա նաեւ մերժել է հրաժարական տալու կոչերը եւ հայտարարել, ես պայքարելու եմ մինչեւ վերջ, մեղադրելով ընդդիմությանը իմպիչմենտները չարաշահելու մեջ, հայտնում է BBC-ն։ Տեխասում երկշարժիչ ինքնաթիռը արտակարգ վայրեջք է կատարել անմիջապես մայրուղու վրա, բախվել է 3 մեքենայի եւ կիսվել։ Պատահարի հետևանքով 4 մարդ վիրավորվել եւ տեղափոխվել է հիվանդանոց, վթարված ինքնաթիռում գտնվել է միայն օդաչուն։ Վթարը տեղի է ունեցել Մոքինգբերդ Լեյն հատվածում Կորպուս Քրիստիից մոտ 85 մղոն հեռավորության վրա։